Բարև ձեզ, ես հետ LiveTech-ն է, դա ոլորտի վերլուծության առաջին հայկական on-line պորտալը և մեր առաջին թողարկումը մենք նվիրում ենք ARM-Phone-ին, որը 2016 թվականի հունիսի 6-ին TSD ընկերության կողմից ներկայացվեց հայ սպառողին և պաշտոնապես դարձավ առաջին հայկական սմարթֆոնը։ Տարբեր վերլուծաբաններ հայտնեցին տարբեր կարծիքներ այս հեռախոսի վերաբերյալ, և այսօր LiveTech-ը կփորձի ներկայացնել ձեզ ARM-Phone-ը իր բոլոր առավելություններով և թերություններով։ Գնացինք։ Այ ARM-Phone-ը։ Տուփը պատրաստված է բավականին բարձր որակի ստվարաթղթից, ինչը և տպավորություն է թողնում, որ հեռախոսը նույնպես կարող է բավարարել ամենաբծախնդիր սպառողների պահանջները։ Մի փոքր խոսեցինք տուփից և այժմ տեսնենք, թե ինչ է այն թաքցնում ներսում։ Եվ այսպես մենք բացում ենք առաջին հայկական սմարթֆոնի տուփը։ Եվ ահա այն, ARM-Phone-ը իր ողջ գեղեցկությամբ։ Սկզբի համար մի կողմ դնենք հեռախոսը և տեսնենք դրանից բացի էլ ինչ կա տուփի մեջ։ Այստեղ տեսնում ենք քարտի տեղադրման համար նախատեսված ասեղը, իսկ ավելի փոքր տուփի ներսում օգտագործման ուղեցույցն է։ Այստեղ նաև լիցքավորման համար և ոչ միայն լիցքավորման համար նախատեսված USB լարն է և բնականաբար լիցքավորիչի գլխիկը։ Ինչպես նկատեցիք, տուփում չկան ականջակալներ, և դրանց բացակայությունը ես համարում եմ լրիվ նորմալ, քանի որ այսօր ականջակալները ավելի շատ դիտարկվում են որպես առանձին աքսեսուար և ոչ թե որպես հեռախոսի հետ տուփում գտնվող մաս։ Իսկ այժմ անդրադառնանք օրվա գլխավոր հերոսին։ Ահա ARM-Phone-ը։ Հեռախոսը ունի բավականին հաճելի դիզայն, լոգոն նույնպես պատրաստված է գեղեցիկ և մի բան, որ կցանկանամ նշել, հետևի մասում գրված Made in Armenian է, որը իմ կարծիքով հպարտության զգացում կառաջացնի յուրաքանչյուր հայ սպառողի մոտ։ Այստեղ կարող ենք տեսնել մատնահետքի սենսորը, տեսախցիկը և լուսարձակը։ Վերևի մասում կա 3.5 մմ-անոց ականջակալի բնիկ և մինի USB բնիկ լիցքավորման համար։ Հեռախոսի դիզայնը բավականին պրակտիկ է և իմ կարծիքով այսօրվա պահանջներին լիովին համապատասխանում է։ Ես արդեն միացրել եմ ARM-Phone-ը և փորձում եմ տեսնել, թե ինչ կա այս հեռախոսի ներսում։ Այն աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով և 64 բիտային կառուցվածքով։ Հեռախոսի մասին հավելյալ տեղեկություններ կարող եք իմանալ կարգավորումների About Phone բաժնից։ Հեռախոսի էկրանը 5.2 դյույմ է, Full HD և պաշտպանված Tempered Glass-ով։ Հեռախոսի պրոցեսորը 8 միջուկանի է, 1.3 GHz հաճախականությամբ, օպերատիվ հիշողությունը 3 GB է, իսկ ներքին հիշողությունը 32 GB, ինչն էլ ինձ թվում է հանդիսացել է պատճառ, որպեսզի հավելյալ հիշողության քարտի տեղ այս հեռախոսի մեջ չլինի։ Մենք կատարել ենք հարցում, որի արդյունքում պարզել ենք մեր օգտատերերին հուզող 5 ամենակարևոր հարցերը ARM-Phone-ի հետ կապված և փորձենք այդ հարցերին գտնել պատասխաններ։ Գնացինք։ Ուսումնասիրության արդյունքում մենք պարզեցինք, որ ARM-Phone-ի մատնահետքի սենսորը ավելի արագ է աշխատում, քան iPhone 6s-ինը։ Եվ դա ապացուցելու համար ես հիմա կփորձեմ մատնահետքով արգելաբացել հեռախոսը։ ARM-Phone-ի արտաքին և թե ներքին դիզայնը նախագծվել է TSD ընկերության կողմից Հայաստանում, սակայն հեռախոսի տարբեր մասեր ըստ պահանջի պատվիրվել են տարբեր երկրներում, որոնք վերջիվերջո հավաքվել և դարձել են ARM-Phone կրկին Հայաստանում։ Դրա համար այս հեռախոսը կարելի է համարել հայկական։ Ինչը չի ասի Apple-ի և Samsung-ի մասին, չէ որ այդ հեռախոսները և արտադրվում և հավաքվում են Չինաստանում, սակայն համարվում են ամերիկյան կամ կորեական։ Իհարկե արժի, չէ որ սա առաջին հայկական սմարթֆոնն է։ Հիմա դուք կտեսնեք մի քանի նկար, որոնք մենք արեցինք ARM-Phone-ի միջոցով մեր նկարահանման ընթացքում։ Խնդրեմ։ ARM-Phone 0520 մոդելը արժի 151,000 դրամ։ Եվ քանի որ TSD ընկերությունը սմարթֆոնների շուկայում նորեկ է, ինձ թվում է սա բավականին օպտիմալ գին է մրցունակությունը ապահովելու համար։ Իսկ այժմ մի փոքր խոսենք այս հեռախոսի թերություններից։ Հեռախոսի մարտկոցը 2300 մԱ է, ինչը սակայն չի բավականացնում, որպեսզի հեռախոսը ինտենսիվ օգտագործման ռեժիմում աշխատի 12 ժամից ավել, ինչը իմ կարծիքով բացասական տվյալ է։ Մարտկոցի արագ լիցքաթափման հիմնական պատճառներից մեկը այն է, որ հեռախոսը կարելի ասել անհաջող է օպտիմիզացված, ինչը նաև ազդում է ընդհանուր ֆունկցիոնալության վրա։ Օրինակ, եթե դուք հեռախոսային գեյմեր եք եւ շատ եք սիրում խաղալ հզոր խաղեր հեռախոսների վրա,
ապա ARM-Phone-ը ձեզ համար նախատեսված չէ։ Սակայն առօրյա կյանքում օգտագործման համար հեռախոսը բավականին պրակտիկ է։ Դուք կարող եք հետևել ձեր Facebook-յան էջին, կատարել գրառումներ, լսել երգեր, նայել վիդեոներ։ Այս ամենը ARM-Phone-ի միջոցով բավականին հեշտ է։ LifeTech-ը կատարեց ARM-Phone 0520 մոդելի կարճ վերլուծություն, եւ այս հեռախոսը պատասխանեց մեր որոշ հարցերին։ Մենք հասկացանք, որ ARM-Phone-ը կարող է հանդիսանալ առօրյա օգտագործման համար լավ սմարթֆոն։ Դե ինչ, ձեզ հետ էր Գուրգենը եւ LifeTech-ը, հետևեք մեր Facebook-յան նորություններին, գրանցվեք մեր YouTube-յան էջին, լայքեք մեր վիդեոները։ Շնորհակալություն մեզ հետ լինելու համար, կտեսնվենք։